Արտաշես եւ Սաթենիկից մեզ հասած հարցնագովքերն այսօր կրկին ազգային մշակույթում են։ Հարմարվել են ժամանակին կրել փոփոխություններ, բայց հիմքը նույնն է՝ գովել հարսին։ Հարսի գովքը կատարել են իր ընկերուհիները, այսինքն չամուսնացած, եւ կոնկրետ եղել է օր փնջատուն, կամ նաեւ ծաղկատուն, փնջատուն հարսին գովել են եւ դա քավոր կինն է նաեւ համակարգել, հիմնականում քավորական ընտանիքը, կնքահայր, կնքամայր շատ մեծ դեր են ունեցել եւ հարսանիքի հետ բոլոր արարողությունները համակարգել են իրենք, այսինքն հարսի ընկերուհիները գովել են հարսիկին ու հինայի արարողություն է եղել այդ ժամանակ, այսինքն հարսի գովք որպես այդպիսին հենց հարսանիքի օրը չի եղել, այսինքն նախապես դա փոքր ինչ որ խնջույք է եղել չամուսնացած աղջիկներով, ընկերուհիներով, հարսի գովքը եղել է այդ ժամանակ, դե մեր օրերում արդեն հենց հարսանիքի օրն է հարսի գովքը։ 7 օր 7 գիշեր տևած հարսանիքներն այսօր խտացել եւ մեկօրյա ծրագիր են դարձել։ Նախկինում երգերը հնչում էին գավառական բակերում եւ յուրաքանչյուր խոսք գովք էր համարվում հարսի ու նրա ընտանիքի համար։ Ժամանակակից հարսանիքներում ավանդական երգերն ու ծեսերը վերաարժևորվում են, ստանալով նոր հնչեղություն։ Այս արարողությունները, որ հիմա երգչուհիներ գնում երգում են, այդ արարողությունները կատարել են հիմնականում քավորկինը եւ բարեկամ կանայք։ Այդ ժամանակ հարսանիքի հենց օրը չամուսնացած աղջիկները չեն եղել հարսիկի շուրջը, այսինքն մայրը, քավորկինը, տատիկ ու մեծերն են հիմնականում երգել, որոնք էլ հրաժեշտի եւ բարեմաղթանքի երգեր են եղել։ Մշո աղջիկ, բալենի, թե հարս եմ գնում։ Նորաձևություն, թե մոռացված մշակույթի վերականգնում։ Այսօր կա մի սխեմա, որ հարսիկները, ինչ որ կոնկրետ ծրագիր կա, որ մոդայի ուժն է ավելի ազդեցիկ եւ պահանջում են երգել, չգիտեմ, ինչ որ շատ համացանցում դիտումներ ունեցող տեսանյութի երգեր, բայց ես առաջնորդվում եմ մաքուր ազգայինով, ոչ թե մոդայով։ Հարսնագովքը դարձել է աշխատանք։ Քավորակնոջն ու բարեկամ կանանց եկել են փոխարինելու ժամանակակից մոտեցումները։ Հիմա երիտասարդ երգչուհիներն են մշակում երգերն ու իրենց ձևով գովերգում հարսին։ Լինում են դեպքեր, երբ հարսիկները ինչ-որ նախընտրելի երգ են ունենում, որ իմ երգացանկում չի լինում, իհարկե սիրով համաձայնվում եմ։ Հիմա հարսիկների ամենասիրելի երգն է Փեսայի գալուց արի մեռնիմ քեզի, այդ տարբերակը ես փորձել եմ իմ տեսակով մի քիչ մշակել, որ միայն այդ հատվածը չի լինի, բացի դա էլի երգերի մի փունջ ստացվի։ Ու բացի դա իմ երգացանկից հիմա շատ սիրված է պսակ երգը, պսակ հարի պսակ փեսայի գալի Ավանդական հարսանիքները որքան էլ վերադառնան մշակույթ, միևնույնն է, հարսները մտածում են նորաձևության մասին։ Նոր սերունդը փորձում է հավասարակշռել հինը եւ նորը, պահպանելով արմատները, չկորցնելով ժամանակի շունչը։ Շողեր Ղլիջյան, Կարապետ Կարապետյան, Արմալուր։